Մեր շուրջը բազմաթիվ են նշաններն ու խորհրդանշանները։ Եթե հարցնեի ձեզ, արդյոք ճանաչում եք այս խորհրդանշանները, կարծում եմ ձեզնից շատերը կասեին՝ այո։ Իսկ եթե հարցնեի, ինչ են դրանք նշանակում։ Սա առաջին օգնության նշանն է։ Սա նշանակում է, որ օգնությունն արդեն մոտ է։ Հույս, կարծում եմ հույս է նշանակում։ Այս խորհրդանշանները տարբեր նշանակություն ունեն տարբեր մարդկանց համար։ Հիմա բացատրեմ, թե ինչ են դրանք նշանակում մեզ բոլորիս համար։ Մեկ բառով՝ պաշտպանություն։ Կարմիր խաչը, կարմիր մահիկը եւ կարմիր բյուրեղը խորհրդանշում են պաշտպանություն, որը միջազգային իրավունքը տալիս է վիրավորներին, հիվանդներին եւ նրանց մասին հոգ տանող անձնակազմին զինված ընդհարման ժամանակ։ Դրանք զինյալներին զգուշացնում են, որ չի կարելի հարձակում գործել այդ նշանները կրող որևէ մեկի կամ որևէ բանի վրա։ Ես ռազմական բժիշկ եմ, կռվի մասնակից չեմ։ Ես կրում եմ կարմիր խաչի խորհրդանշանը, որ մարդիկ տեսնեն, որ այստեղ եմ վիրավորներին օգնելու համար միայն, որ կարողանամ կատարել իմ աշխատանքը։ Այս խորհրդանշանները կարող են նաև ցույց տալ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի կազմակերպությունների հետ կապը։ Որպես Կարմիր մահիկի կամավոր ես օգնում եմ մարդկանց արտակարգ իրավիճակների, օրինակ երկրաշարժի կամ պատերազմի ժամանակ։ Երբ մարդիկ տեսնում են այս խորհրդանշանները, հասկանում են, որ մարդասիրական շարժման անդամ ենք, որ մենք օգնում ենք մարդկանց, հիմնվելով բացառապես նրանց կարիքների վրա։ Այս խորհրդանշանները կրոնական նշաններ չեն։ Դրանք ծառայում են մարդկությանը եւ կարեւոր է, որ բոլորը հասկանան դրանց իմաստը, որովհետեւ, ինչպես արդեն ասացինք, դրանք խորհրդանշում են պաշտպանություն, մոտալուտ օգնություն եւ հույս։ Եկեք ապահովենք հարգանքը դրանց հանդեպ։